մարմինները հետքերով չեն գնում, ԶԼՄ-ները փոքրիկ հետաքննություններ իրականացնեն։ Հիմա եթե կարելի է ես ներկայացնեմ դրվագները, օրինակ, այստեղ բազմաթիվ դրվագներ են, քվեարկություններ Այստեղ առաջ տամ մի քիչ, հանձնաժողովի անդամը գնում է արդեն կապարակնքված պարկը բացում է, ինչ-որ բան է դնում, հետո էլի գալիս մոտենում է այս պարկին։ Սա էական կոպիտ ընտրախախտում է, որովհետև հետո այս պարկը քվեաթերթիկներով տեղափոխվել է ընտրատարածքային հանձնաժողով եւ մենք չգիտենք այստեղից ինչ է դուրս բերվել, ինչ է մուտք արվել։ Սա հենց այն հայտնի դրվագն է, որ հանձնաժողովը ստացել էր եւ երրորդ համարի քվեաթերթիկը խնդրեմ բացակայում է ու արձանագրություն են կազմել ստորագրել։ Սա կոնկրետ արձանագրված դրվագ է, որ հանձնաժողովականները պաշտոնական փաստաթղթերը մատիտով են լրացրել, ինչի իրավունքը չունեն, որովհետև մատիտով լրացված թվերը կարող են ջնջվել։ Ու հենց այս թվային անճշտությունների հետ կապված մեր մտահոգությունները նաև հենց նման դրվագներով են պայմանավորված։ Սա կրկին մատիտով արձանագրված դեպք։ Վերջում նկատի եք, որ վերջում արդեն Այո, վերջում երբ ամփոփվում է, կոնկրետ դրվագ մատիտով են լրացրել, դրա իրավունքը չունեն, մատիտ իրավունք չունեն տեղամասում պահեն, որովհետև այսինքն երբ որ մատիտով լրացվում է, հնարավորություն է տրվում ջնջելու եւ այլ թիվ մուտք անելու։ Ես արձանագրումը ահազանգը ստացել եմ նկարած, որ մատիտով է արվել։ Բայց հարգելիս այնուամենայնիվ ինքը իրավունք չունի թեկուզ սխալներից խուսափելու նպատակով մատիտով անել, հետո շտկել, պետք է սկզբանե գրիչով մուտք արվի։ Ես անպայման կուզեմ բոլորի ուշադրությունը հրավիրել անվավել քվեաթերթիկների քանակին, որովհետև եթե համադրություն ենք նայում, տեսեք, 18 թվականին, այսինքն օրինաչափություն գոյություն ունի, հա, խախտումների, անվավել քվեաթերթիկները եղել են 4706-ը, 21 թվականի ընտրությունների արդյունքում 4593-ը, եւ խնդրեմ, վերջին ընտրությունների արդյունքում 17097 անվավեր քվեաթերթիկ, եթե մանդատների բաշխման դոնթի բանաձև ներդնենք, ըստ էության մեկ մանդատից ավելի քվե է ստացվում այս անվավեր քվեաթերթիկները եւ սա շատ մտահոգիչ է, որովհետեւ մի շարք տեղամասային կենտրոններից էլի ահազանգեր էի ստացել, որ ընդհանրապես մեր երրորդ համարի քվեաթերթիկը ծալված լինելու հիմքով անվավեր են ճանաչել, ինչի իրավունքը չունեն, այսինքն ունենք դեպքեր պատրված քվեաթերթիկը մեջտեղից պնդել են, որ վավեր ճանաչվի, եւ ունենք դեպքեր, որ ընդհանրապես ծալված լինելու նախապայմանով մեր երրորդ համարի քվեաթերթիկը անվավեր են համարել։ Որովհետեւ հետո չգանք սրան, էլի։ Այո, իհարկե։ Ուզում եք հնդածս հարցեր տվեք։ Անկեղծ ասած, հենց դու կամ Հայաստանի, կամ ԲՀԿ-ի, կամ ՔՊ-ի տոկոսները ինչքան են կազմում, այսինքն որ դուք այդտեղից հետևեք, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ։ Հարգելիս, տեսեք, ես շատ հետաքրքիր տեղեկատվություն մատուցեմ, ես օրինակ հիմա այս վերջին օրերին, օրը 1-2 ժամ եմ քնում, մշակում ենք բոլոր տվյալները։ Հիմա քիչ անց ցույց կտամ ինչքան ձայների տարբերություն ենք վերհանել։ Իրապես միայն արձանագրությունների հիմքով էական ձայների տարբերություն ենք հետ բերում։ Հիմա լուրջ հետընտրական գործընթաց է ու մենք բարձի թողի չենք արել։ Մենք շատ լուրջ հետևողականություն ենք դրսևորում, ուղղակի այս թվերի համադրելիությունը ու սկսած երկու կարևոր տեղեկատվություն է ասեմ։ Օրինակ, մի շարք տեղամասերում մարդը մատնահետքով սարքից կտրոն է ստացել, սարքի կտրոնի թիվը ցուցակի թվին չի համապատասխանել, սենց բան չի եղել ծավալուն առումով։ Սա լուրջ ահազանգ է, որ հնարավոր է համակարգը կոտրել են, ինչ-որ մեխանիզմ են ներդրել։ Ուրիշ տեղեկատվություն ասեմ, մի շարք տեղամասերում մարդը մատնահետքը թողել է, կտրոնը տվել է, բայց լույս չի վառվել։ Երբ որ մատնահետք է թողում, 3 լույս ապարտավոր սարքը վառել, դեղին, կարմիր կամ կանաչ։ Երբ որ լույս չի վառվում, դա լուրջ ահազանգ է, նշանակում է, ինչ-որ մեխանիզմ է աշխատացվել, փչացված է սարքը, բայց շարունակել են այդ սարքերով աշխատել։
ուրիշ տեղեկատվություն ասեմ, մի շարք տեղամասային կենտրոններում քվեատուփերը կապարակնքված չեն եղել։ Էլի դուք այդ տեղեկատվություն ստացել եք, այսինքն ցանկացած պահի բացել, փակել են, մեջը ինչ ուզես, կարող աննկատ իրավիճակում ինչ որ բան են, լցոնում է տեղի ունեցել, ասեմ ավելի, ունեն կոնկրետ տեսանյութերով դրվագ, որ հանձնաժողովի նախագահան գալիս է քվեատուփը վերցնում է, բերում է տեսախցիկի հետևն է դրվում, ու ողջ օրվա ընթացքում չենք կարողանում հետևել, թե այդ քվեատուփի հետ ինչա տեղի ունենում։ Իրապես, որ ասում եմ, խախտումները բազմատեսակ են, իրապես բազմատեսակ են, այսինքն հանձնաժողովականների մակարդակով տեղամասային կենտրոնների վստահված անձանց մակարդակով այնպիսի խախտումներ են արել ծավալում, որոնք իրապես էականորեն մարդու կամ մարտահայտության վրա ներազդեցություն է ունեցել։ Հենց ավարտենք այս մասին քննարկել։ Հիմա տեսեք, թեկնածու, հա, կներեք, ավարտեմ ու ասենք արդիական հարցերից, չէ՞ ձեզ համար։ Թեկնածու, խնդրեմ, եկել է կանգնել է տեղամասային կենտրոնում քաղաքացիական պայմանագրի թեկնածուն։ Ուղղորդումներ է անում, այնտեղ անգամ քաղաքացու նկատմամբ ըստեղ հանցագործության մասին հաղորդում է տրվել, որովհետև երրորդ քվեաթերթիկը վերցրած քաղաքացուն մոտեցել են, վիրավորել են, մյուսներին ուղղորդել են, ու սա մի դրվագ չէ, հա, մի շարք թեկնածուներ իրենց ուժի պարագայում ներկա են գտնվել տեղամասային կենտրոններում։ Այստեղ էլի դրվագ է, որ մոտենում են քվեաթերթիկին են դիպում, խնդրեմ, բազմաթիվ դրվագներ ունենք, թե ինչպես են գալիս, այսպես մտնում է վստահված անձը քաղաքացիական պայմանագրի։ Գալիս մտնում են քվեախցիկներ ու մարդկանց նկատմամբ ճնշում են բանացնում։ Ու հետո ինչ-որ Հեսա այդ հարցերին որ տակ ես օրինակ այդ նորինչ հարց տվեցիք, ես հա, այդ անվավերության հետ կապված տենց նախադեպ չի եղել, բայց անմիջապես այդ գիշեր հենց թվերը տեսա, ԿՀ-ին դիմում եմ ներկայացրել առողջություն։ Խնդրել եմ ամբողջ համապետական անվավերները առանձնացնել ու վերահաշվարկ անել, որովհետև իրապես մի քանի անգամ ահռելի անտրամաբանական թիվ է, բայց կարծես թե իրանք կողմ չեն այդ ընթացակարգին, լրացիչ կքննվի այդ դիմումս, այս պայդրությամբ կարելի ասել մերժել են, հա։ Դուք հասկացել եք, որ ձեր ուսակցության երրորդ համարը այդտեղ մեծ տոկոս է կազմել։ Արդեն հաշվարկների ժամանակ բավականին Ինչքան է, որ մենք հիմա իմանանք։ Հարգելն է, տեսեք, հենց հիմա այս պայդրությամբ ինչու ուշացա, որովհետև այս պայդրությամբ ամբողջ Երևանը վերահաշվարկ են անում։ Ամբողջ Երևանը 12 վարչական շրջանի տեղամասային բոլոր կենտրոնները, հարյուրավոր տեղամասային կենտրոնների արդյունքների մասին է։ Հիմա բոլոր տեղամասերի արդյունքները վերահաշվարկ են անում։ Ամեն տեղից արդեն անվավերներից 2, 3, 4 ձայնով հետ ենք վերադարձնում։ Ակնկալիք ունեք, որ դա էական փոփոխություն կբերի, օրինակ դուք մեկ մանդատ ավել կստանա կամ Տեսեք, այստեղ 3 հիմա օրինակ նույն ԿՊ-ի ձայները հիմա ցույց կտամ աղյուսակով, մոտ 900 տեղամասի արդյունքներ նախնականի հիման վրա արձանագրություններով համադրել ենք, արդեն ԿՊ-ն ի հեճուկս են, որ ասում է մեր ձայները ավելացվել են, այլ իրանց ոչին հարիր քաղաքական մանիպուլյացիաների են դիմում, բավականին ձայն են կորցրել ու ցույց կտամ հիմա ինչքան է գրված եղել, իրականում ինչքան է եղել։ Իրենց պրակտիկան, քանի որ 2005 տեղամասային կենտրոնը այդ թիվը գեներացում է 2005-ից։ Իրանք ըստ էության պետք է այդ 2005-ի տեղամասերը բացեն, որպեսզի անվավերները վերահաշվարկ անեն, ու նման պրակտիկա չի եղել Հայաստանի Հանրապետությունում, որ անվավերների հաշվարկ իրականացվի, բայց նաև Հայաստանի Հանրապետությունում նման պրակտիկա չի եղել, որ անվավերները այդքան էական թիվ կազմեն։ Եթե մենք չվերահսկենք, ես համոզված եմ, դրա համար մենք փորձում ենք հասկանալ, որտեղ ու անսպասելի մեկ է իմանում ենք, այստեղ բացվեց, ժամը փոխում են եւ այլն, ընտրատարածքայինում հիմա այս պայդրությամբ ինչու մենք բոլորը ակնկալում են օրինակ, հա, ինչպես ասեց գործընկերը, մանդատների թեմա, Ժորժ ջան, մանդատների թեմային մինչև հասնելը, այդ մանդատների
հիմքում գտնվող թվերը պետք է ճշգրտենք։ Սենց ահռելի քանակի խախտումներ կա։ Մենք օրն ի բուն չենք քնում այս վերջին օրերը, զբաղված ենք այս ամենը գույքագրելով ու հետևելով հիմա էլի բոլոր քաղաքացիների համար, բոլոր ուժերի համար, ովքեր իրապես ունեն առաջնահերթություն, օրինականությունը պահպանելու, պետք է հիմա գնան այս պրոցեսներին վերահսկեն։ Երեկվանից մի շարք տեղամասերում վերահաշվարկներ են իրականանում ու որոշ տեղեր հետո հնդածս ենք իմանում, մարդ ենք ուղարկում, մեր գործընկերները նստած են ու այո, օրինակ այդ այնց դեպք կա, այս բայդրությամբ պատրված քվեաթերթիկը վավեր են ճանաչել։ Ըստ էլի նախասիրության, հա, որ քաղաքական ուժի քվեաթերթիկն է։ Կներեք գործընկերուհին թե տեխնիկական սխալ է, կարող է օրինակ իրենք անվավերությանը տեղամաս չէ, այդ որ սխալ է մտքագրվել, դուք Չէ, ես օրինակ ես ունեմ տեխնիկական սխալ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարագայում ես ունեմ օրինակ կոնկրետ տող, որ ուղղակի սխալ մուտքը երևում է ակնհայտորեն տեխնիկապես սխալ տող են արել, ընդհանրապես տենց պնդում չեմ անում, բայց տեղամասային կենտրոնում թիվը սխալ գրելը ամենայն հավանականությամբ դիտավորություն է եղել։ Այսինքն մարդկային ֆակտորն է հաշվի առնենք ու թվերի տեսակից երևում է որոշ դեպքերում ակնհայտ դիտավորություն է, որոշ դեպքերում հնարավոր է նաև տեխնիկական սխալներ, որովհետև այնուամենայնիվ համակարգ չի գործում, մարդիկ են մուտք անում այդ տվյալները։ Հակերտիվի Արքի Հակոբյան, Տիկին Մելան, նախ երեք Նարեկ Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ եթե կարողացանք այնպես անել, որ դատարանի նախագահների նշանակվելու ընդդիմության ձայները հաշվի առնվեն եւ դա հավասարակշռի, քաղաքվանդարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել, եթե տեսանք այսպիսի իրավիճակ լինի, ըստ էության կաշխատենք այսպես, հիմա ձեր ընտրողների մի մասը ասում են, մենք ձեզ դրա համար չենք ընտրել, որ դուք գնաք այս Տիկին Հակոբյան, բայց խնդրեցի, չէ, եկեք խախտումները ավարտենք, եթե կարելի է ու անցնենք այդ բովանդակային Հա, եթե կարելի է, հա, խնդրում եմ, չէ, ես շատ եմ ուզում սա հրապարակել, սրանք, գիտեք ինչ եմ արել, առանձնացրել եմ նույնաբնույթներից, այն բառ մի քանի տեսանյութ, ես շատ ուզում եմ, որ ձեր միջոցով հիմա քաղաքացիները տեսնեն այս խախտումների տեսակները, որպեսզի հետագայում ու անցնենք այդ ամենաարդիական հարցի քննարկմանը հնարավոր է բանկա չեք տեսել, օրինակ գյուղապետկա Դուք տեսել եք հարգելի փայլը, քաղաքացիները չեն տեսել։ Հիմա այս ասուլիսի նպատակը դուք զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ եք, ով իրազեկ է հետևել է process-ին։ Բազմաթիվ քաղաքացիներ կան չեն տեսել այս ամեն ինչը։ Նպատակն է քաղաքացիներին իրազեկել, հասցնել այս տեղեկատվությունը, հատկապես որ մենք առավել հասանելի աղբյուրներից լրատվական օգտվելու հնարավորություն չունենք։ Օրինակ, սա տեսել եք, սա մեր վստահված Այո, Լիճ գյուղում մեր վստահված անձն է, ով ընդհանրապես դիտողություն է արել, որովհետև տեղին նկատառումը պահանջել է արձանագրեն, որովհետև քաղաքացիական պայմանագրի 3 վստահված անձ են ներկա գտնվել տեղամասային կենտրոնում, ինչի իրավունքը չունեն, յուրաքանչյուր ուժ կարող է ունենալ 2 վստահված անձ։ Այո, այս էլի ԶԼՄ-ներից տարածել են այդ հետքերով հանցագործության մասին հաղորդում է համարվում։ Մի քիչ ժամ անց, երկարատև ժամանակ անց մեր վստահված անձը դուրս է գալի, քաղաքացիական պայմանագրի վստահված անձը, որը կրկին այս անգամ վարչական շրջանի ղեկավար է, հարձակվում են եւ բռնություն են կիրառում մեր վստահված անձի նկատմամբ։ Մասիսում նաեւ այնտեղ է տեսել։ Այս զինվորների հայտնի դեպքերը, երբ որ եկան, իդեպ 2 տեղամասային կենտրոնում ակնհայտ անվավերության արդյունքների հիմք կա, որովհետև այստեղ այո, եթե մարդը ժամը 8-ին 1 պակասել մտնում է տեղամասային կենտրոն, ինքը իրավունք ունի ու հանձնաժողովն է պարտավոր է ապահովել քվեարկությունը, բայց այստեղ ակնհայտ նախ խախտումը նրանում է, որ ուղղորդում է զինվորներին արհեստական կերպով չանհասկանալի բերում են հենց վերջի րոպեին, երկրորդը թե այս թե հայտնի մեղրու տեղամասային կենտրոններում իրենք պարտավոր են ընտրողները գտնվել տեղամասային կենտրոնի սենյակում տեսանյութի վերահսկողության ներքո, իսկ եթե 2 տեսանյութերն էլ դուք ուսումնասիրեք, զինվորները պարբերաբար տարբեր սենյակներից մուտք են գործում, ինչը արդեն գործընթացի խախտում է եւ իրավունք չունեն, հա, ներկա գտնվելու։ Կներեք, սա այն հայտնի դեպքն է, որ քվեաթերթիկը դուրս է բերվել, հեսա ակնհայտ, ցույց ենք տալիս, որ քվեաթերթիկը դուրս է քաղաքացին բերել եւ աղբար կղում է հայտնաբերվել։ Սա
կա մեր քվեաթեր դեպք է, որ քաղաքացիներին, սա շատ տարածված դեպք, շատ դեպքերում քաղաքացիներին տրվել է 2 հատ 3-րդ համարի քվեաթերթիկ, ինչու, որպեսզի մարդը մեկը ներդե աղբար կղը, եթե անգամ 3-րդ չէր ընտրելու ավելի լավ 2-ը, եւ որտեվ ասել են ձայն միացված չի լինելու, ինձ թվաց այնտեղից է մի բան միացված։ Հիմա ու այս պարագայում ինչ են անում, 2 քվեաթերթի 3-րդը տալիս էին, որպես կանոն, մարդիկ գնում են, 2-ը նետում են, մեկը ընտրում են, մեկը նետում են աղբարկը, ու սկսում է 3-րդները սպառվել։ Արդյունքում մի շարք տեղամասերից մենք ահազանգ ունենք, որ օրինակ 3-րդ քվեաթերթիկը արդեն ավարտվել է ու ֆիզիկապես չեն հասցնելու ընտրատարածքայինները հասցնել այդ 3-րդ քվեաթերթիկը ու մարդկանց տրցակները առանց 3-րդ քվեաթերթիկ են դրվում։ Իդեպ համատարած սխալներ նաև հարգելիս տեսեք դուք էլի եմ ասում մեր այո, մեր կանխավարկածով մի առաջնորդվեք, ես մարդ եմ, ով գնացել է ընտրություններ վերահսկել, օրինակ խոր գյուղերում, օրինակ Վաղարշավուղատի Մոնթեաբան գյուղում, այնտեղ քաղաքացիներ կաշկանդված են, այն էլ երբ ընդդիմադիր ուժի են քվեարկելու, երբ որ գալիս է իր տրցակի մեջ, դա շատ հայտնի խախտում է, որը 21 թվականին են վերհանել, երբ որ մարդը գյուղում գնում է եւ որտեղ համայնքապետարանը ըստ էության իր գյուղապետը հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ է ու այդ ընդդիմադիր քվեաթերթիկը տրցակի մեջ չի գտնում, ինքը երբեք չի ասի, որ չկա իմ ուզած ուժը։ Կարող է առավելագույնը չքվեարկի որևէ մեկին կամ ինչ որ այլ ընտրանքային ուժի քվեաթերթիկ տեղադրի դուրս գա։ Կրկին դեպքեր, որ քաղաքացին ակնհայտ քվեաթերթիկների պրոցես է անում եւ քվեաթերթիկները վերցրած դուրս է գնում, անգամ տեղադրում է պայուսակը։ Այստեղ մեր քվեաթերթիկի անվավեր տպագրված պատկերն է։ Այստեղ տեսախցիկները իդեպ մի շարք տեղամասային կենտրոններում տեսախցիկները կապարակնքել ենք ու նորից փոխել են որոշ տեղամասային կենտրոններում հրաժարվել են անգամ կապարակնքել։ Հիմա քաղաքացիական այս սևազգեստ տղամարդը քաղաքացիական պայմանագրի վստահված անձ է։ Խնդրեմ։ Անընդհատ տեսեք։ Գալիս է քաղաքացիները քվեարկում են, վերևից պարբերաբար ընտրողների վերահսկում է եւ ուղղորդում է։ Օրինակ, սա նորմալ է։ Շատ դեպքեր, տեսեք, սա դեռ էս պատկերը բազմաթիվ միջամտությունների, կանխարգելումների արդյունք է, բայց զուգահեռաբար է բազմաթիվ դեպքեր, օրինակ տեսակ հանձնաժողովականին վստահված անձին մեր քաղաքական ուժի, ով ակտիվ ու իրավագիտակից է, մի հատ նկատառում արել, որ խախտում կանխարգելի, դրսում ծեծել են հաջորդին։ Դուք պատկերացնում եք ինչ միջավայրամարտերում եղել։ Խնդրեմ։ Էլի եկել են, սա դուք գիտեք, վարչական իրավախախտումների օրենսգրքով արգելված է շարունակական ներկայությունը, որովհետև դրանք ճնշումներ, ուղղորդումներ են, 50 մետր շառավղով ներկա գտնելու իրավունք չունեն։ Ոչ միայն մեքենաներով մարդիկ են, այլև ունենք կոնկրետ Վայոց ձորի դրվագը, երբ որ հենց հանձնաժողովի անդամներ, կրկին թեկնածուն իր ընկերներով միջավայրով ներկա էր գտնվում։ Այստեղ էլի գյուղապետն է, եւ սա այդ հայտնի դրվագն է, տեսեք, խնդրեմ։ Հանձնաժողովի նախագահան քվեատուփը վերցնում է, ու տարավ դրեց տեսախցիկի հետևում, թե ինչ է լինում հետո շատ հուզիչ է, ոչ ոք չգիտի։ Այստեղ էլի երկարաժամկետ քվեարկության դեպք է ու քաղաքացու կողմից ձայնը չի ակտիվանում նկարելու դրվագը։ Համարը ավարտում ենք, հարգելիների։ Խնդրեմ, կապարակնքված չի։ Տեսեք, այստեղ պետք է կապարակնիկ լինի ու մի շարք ընտրատեղամասեր կան, որտեղ կապարակնքված չեն։
իսկ կապարակնքումը բնականաբար ընթացքում մի րոպե անուշադրությամբ այն մի հանձնաժողովականը տեսակ ավելի օպտիմալ գտնվեց ու ընդհանրապես տարավ տեսախցիկի հետևը տեղադրեց, որպեսզի խնդիր չունենա միջամտություններ։ Հա, չեն կողմնորոշվել էլի ոնց խախտում անեն։ Սա մեր գործընկերուհու տեսանյութների զինվորականին տեսեք ոնց են ուղղորդում, հերիք չի զինվորականներին վերել են, այո, փոխարենը մի հատ էլ դուրս չի տալի, տեղադրում է քվեաթերթիկը։ Կրկին կապարակում, տեսեք, այստեղ քաղաքացին դուրս է գալիս, ակնհայտորեն պայուսակի մեջ երևում է քվեաթերթիկը, հետը դուրս բերելու։ Այս իմ ֆայլն բացեմ այնուամենայնիվ տեսեք, էլի, սա մեր կազմած ֆայլն է, որտեղ, խնդրեմ մեծացնեմ, տեսեք, 300,000, այսպես անեմ, հիմա տեսնում եք, մեկ հասցեի վրա, մեկ կոնկրետ հասցեի վրա, հաշվառված անձանց քանակը, 216, 205, խնդրեմ, ու այսպես գնում ամեն տեսեք, կենտրոն, Գյումրի, համապետական, այո, խնդրեմ, այսպես շարունակ, ես եթե կարիք լինի մեծ սիրով այստեղ նյութը կդրամադրեմ, սա էլի շատ տարածված տեսանյութ է, խնդրեմ, ես ձեզ տեղեկացրի թվեր ներկայացնենք, անդադ իշխող ուժի ներկայացուցիչները վերջին օրերին շրջանառում են իրենց ձայների մասին, հիմա ընդամենը մոտ 900 տեղամաս ենք մշակել, ուժեղ Հայաստան դաշինքի պարագայում, այսա մեր կորած ձայներն են, որոնք հետ ենք բերել։ Տողերում անհամապատասխանություն, արձանագրությունների հետ կապված անճշտություններ, թվերի սխալ մուտքեր, հիմա այս պահի դրությամբ այսքան ձայնը հետ է վերադարձվել, բայց օրինակ սա քաղաքացիական պայմանագրի ձայներն է, որ ավել էր գրվել, սա էլ ենք վերհանել, այդ որ ասում են մեր հաշվարկի արդյունքում 3 ձայն ավելացված 4 ձայն, այսքան ձայն պետք է պակասի հիմա իրենց մոտից վերահաշվարկների արդյունքում այսքան ձայն ավել է գրված եղել, հիմա փորձենք, տեսեք, օրինակ պայմանական 717 ձայնա 0 պետք է լիներ, պայմանական 384 ձայնա 19 ավելա, 521 ձայնա 417 ավելա եղել։ Այստեղ դիտավորություն կա, Այո, որովհետև սա տեղամասերից եկած տվյալների հիմքով է շատ հաճախ լրացված։ Սա միայն քաղաքացիական պայմանագիրն է։ Իրենց ավել գրված քվեներն։ Չէ, համապետական։ Ուղղակի մենք մոտ 900 տեղամասային կենտրոն ենք դեռ մշակել, էլի մշակման փուլում է։ 2005-ից 900-ի արդյունքներով այս թվերը, որոնք հրապարակում են։ Տեսեք, այս տարվա ընտրությունների լրացուցիչ շատ մեծ մտահոգության տեղիք էր տալիս ծրարների որակը։ Հիմա տեսեք, մարդը քվեարկել է, ու ծրարից ակնհայտ երևում է, թե ում օգտին է քվեարկել։ Սա ևս գաղտնիության իրավունքի խախտում է ու շատ հաճախ կրկին մարդիկ թիրախավորվել են երրորդ համարի քվեաթերթիկի համար։ Այդ ում ես քվեարկել, առավել ևս երբ վստահված անձը կամ հանձնաժողովականը համայնքապետարանի աշխատակիցներ են եղել։ Խնդրեմ։ Զույգերով են քվեարկել։ Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ քվեախցիկում մեկ հոգուց ավել մարդ իրավունք չունի գտնվել, եթե մարդը ակնհայտ խնդիր չունի, օրինակ ձեռքը չի կոտրվել կամ կուրություն ու արձանագրություն չի կազմել։ Բազմաթիվ ընտրատեղամասերում այս զուտ թղթին տրված մնաց այս կարգավորումը։ Այստեղ մի շարք տեղեր կահավորման լուրջ խնդիրներ ունենք, որը ևս խախտում է։ Հա, բայց նույն ԿՊԱ-ականով բազմաթիվ դրվագներ ունենք, տեսանկարահանած, միջամտություն։ Չէ, համարը գրել է չի ֆիքսվել, կներեք։ Հա, ու էլի կրկնակրվեարկությունների, սենց դրվագներ բազմաթիվ են, հարյուրավոր, որ մարդիկ գալիս են գյուղերում, երկուսով մտնում են, կամ այտենց քաղաքացին գալիս ընտրելու, վստահված անձանցից կամ հանձնաժողովականներից մեկը մտնում է եւ ուղղորդում է։
Երևի թե այսքանը ու նաև էլի թեկնածուներ, օրինակ Գյումրիում էլ Սարիկ Մինասյանի տեսանյութը կհրապարակեմ լրացուցիչ, էլի մտել էր իր 32 տեղամաս հանձնաժողովի մեջ, ընտրության գործընթացում եւ ակնհայտ ուղղորդում էր մարդկանց։ Հա, մեկ էլ հարգելիներս, այդ ցուցակների հետ կապված, քանի որ իրենք վերահսկելի չեն, սպասում ենք հիմա 3 օրից արձանագրությունները վերջնական որ լինեն, փորձելու ենք թվերը վերհանել, բայց գիտեք, այդ ցուցակները փակ են լինում ու հենց այդտեղ է խնդիր ծագում, որովհետև այս process-ի հետ կապված են մտահոգություն ահազանգ ունենք։ Օրինակ եղել է փակ կոնֆիդենցիալ ահազանգ, որ զինվորի ծնող է, զինվորներին 2 օր առաջ թողել են տուն, այսինքն ըստ էության ստացվում է, որ հնարավոր է օդի մեջ կախված վարկած դնենք, հա, եթե ես սրա հետ կապված ինֆորմացիա ստանամ, շատ շնորհակալ կլինեմ։ Զինվորը որպես քաղաքացի անձնագրով գնացել քվեարկել է, հետո հետ է վերադարձել զորամաս, արդեն զորախմբով գնացել են, զինգրքույկով է քվեարկել, որովհետև իրենք զինգրքույկով են ըստ այդ ցուցակների գալիս քվեարկության։ Ստացվում է կրկնակվեարկություն բավականին մասշտաբային։ Շնորհակալ եմ շատ, հիմա հարցերը լսեմ։ Ձեր հարցը տվել եք, ուզում եք արձագանքենք, սկսենք ձեր հարցից։ Տեսեք, մանդատների հետ կապված, հիմա մենք ըստ էության ոչ քաղաքական որոշում ունենք,